Ողջույն, Հայաստան Սփյուռք, ես Լուսինե Դավությանն եմ, ունեմ տեսողական լուրջ խնդիր եւ կցանկանայի խոսել խավամիջյան խնդիրների եւ դրանց լուծումների մասին։ Տեսողական խնդիրներ ունեցող անձինք ունեն լուրջ տեղաշարժման խնդիրներ։ Ինչու պիտի տրանսպորտը այսօր չլինի ձայնային տարբերակով, որտեղ բոլոր ձայնագրությունները հենց կատարվի չտեսնողների կողմից։ Այսինքն յուրաքանչյուր չտեսնող չունենալով աշխատանք կկարողանա ինքը եւ իր գործը բերել եւ իր ձայնը բարձրացնել եւ կարողանալ ձայնագրել բոլոր կանգառների եւ տրանսպորտների համարները։ Ինչու պիտի ուրիշը ժամանակ տրամադրի եւ իմ անկախությունը ես չկարողանամ լիարժեք իմ անկախությունը դրսեւորել, տրանսպորտը թող հայտարարվի ինչպես մետրոն է։ Կամ մեկ ուրիշը ինչու պիտի սպասի ինձ համար կանգառ ասի կամ հիշի կամ չհիշի։ Թեկուզ եւ վարորդը։ Շատ կոնկրետ ես լուծումներ եմ տալիս իմ բոլոր ներկայացրած բարձրաձայնած խնդիրներին։ Տրանսպորտը կգա կկանգնի կանգառում, կհայտարարի այսինչ համարի տրանսպորտն է եւ յուրաքանչյուր կանգառում կասվի, որ այսինչ կանգառն է։ Մարդը կպահպանի իր ինքնուրույնությունը եւ սպիտակ ձեռնափայտով մարդը կկարողանա լիարժեք երթևեկել առանց որևէ մեկից կախյալ լինելով։ Ինքս առանց այս ամենի էլ երթևեկում եմ, բայց կան շատ ու շատ մարդիկ, ովքեր որ կցանկանային պարզապես մշակութային օջախներ հաճախել, ինչու՞ չէ, նաև աշխատանքի գնալ, ու սա է խոչընդոտ հանդիսանում, սա է պատրվակ հանդիսանում, որ մարդիկ չեն կարողանում պարզապես, ինչու ես պիտի մեկին հարցնեմ, 1001 կոմպլեքսներ կան, ինչու պիտի մեկին հարցնեմ, ինչպես կպատասխանեն ինձ։ Իսկ եթե լինեն համապատասխան ձայնային տարբերակով, մարդը կլինի ավելի ինքնուրույն, դուրս կգա տանից ու կգնա իր գործերին եւ այսպես մենք կկարողանանք եւ շատ խնդիրներ հաղթահարել եւ ամենակարևորը կարծրատիպեր կարող ենք վերացնել։ Ուղղակի պետքա մշակել կոնվենցիա, պետքա մշակել լուրջ օրենք, երբ որ մարդը ստանում է բարձրագույն կրթություն, եթե հնարավորություն է ընձեռում պետությունը, ինստիտուտներում մարդը գնա կրթվի, ու համապատասխան վերապատրաստումներ պետք է կազմակերպվեն եւ բոլոր գործատուներին պետք է ոչ թե համոզեն, այլ ստիպեն, որ ունենան համապատասխան թվով աշխատակիցներ։ Օրինակ, բոլոր զանգերի կենտրոններում լինեն չտեսնող անձինք, ովքեր որ ունենալով բոլոր այս անցած ճանապարհը վերապատրաստում, բարձրագույն կրթություն, կարողանան զանգեր կատարել, զանգերին պատասխանել, ինչու՞ չէ։ Ով կարողանում է արվեստում ինքը իրեն դրսևորել, ինչի՞ չդրսևորել, ու բոլորին կարողանալ պարտադիր դրույթ սահմանել, երբ որ դու պիտի ունենաս այսքան չտեսնող անձ։ Իհարկե վերապատրաստված, իհարկե խիստ պատրաստված լինելով հանդերձ։ Ես կցանկանայի հաշմանդամություն ունեցող, միայնակ տարեց հաշմանդամություն ունեցող անձանց կամավորների ներգրավվածություն լիներ, որ յուրաքանչյուր կամավոր ուսման ընթացքում եւ կարողանար իր անձնական աճը ապահովել ու կարողանալ այս մարդկանց գոնե շաբաթը մեկ անգամ մեկ կամավոր այցելեր։ Այսօր մարդիկ ունեն սահմանափակ հնարավորություններ, տեղաշարժման խնդիր, վերցրել են եւ քարտերը, թոշակի քարտերը սարքել են բանկո։ Իսկ արդյոք դուք հարցրել եք բոլորին, սոցհարցում կատարել եք, որ ձեզ հարմարեցված են այդ բանկոմատները, թե չէ։ Մեկին խնդրեմ, ասեմ այսպես, այնպես, եկեք ինձ օգնեք։ Փոստատարը պետքա բերի, մարդուն արձեռը գումարը տա ու գնա։ Կամ էլ այլ կերպով արվի, բանկոմատները համապատասխանեցվի բոլոր տեսողական խնդիր ունեցող անձանց։ Հասարակության հետ պետքա լուրջ աշխատանքներ տանել յուրաքանչյուր կառույցի հետ, որ պարզապես նույն մարդն է, ինչ որ մնացածն է, հա, պետք չէ վերաբերմունքի փոփոխություն լինի, այդ կարծրատիպերից փորձեք դուք ինքներդ ձերբազատվել։